Ողջույն։ Հələ մի րոպե նայեք, հայեր։ Ինչ է հիշացնում։ Ոնց որ ծաղկած ծիրան չլինի կամ նուշ։ Հետաքրքիր է, չէ՞։ Աստորեն բնությունը ինչ որ նույն ձևով է սարքում, ոնց որ էլի։ Պատկերացրեք, եթերում ճոխություն է շատ, մանր ինչ-որ բաների, որոնք կարող են իրար միանալ ու փաստորեն այդ նույն ձևով ծաղիկել ստեղծել, եղամի նախշեր ստեղծել, մոլորակներ մարդուն, կենդանիներին, հետաքրքիր է, չէ՞։ Այ օրինակ ես եմ, մի քիչ ուրիշ տեսքով, ես էլ եմ չես անց մանր բջիջներից ու ամբողջ եզերքը մթան բան ասեց էլի, չէ, ես իմ կանի հազարամյակ մարդկությունը էդ գիդի, խոսում է Երևանը, ցուցադրելը չեմ ասում, որտեվ բոլորը տեսել եք, -5 ամսի 30-ն է հունվարի, ուրեմն այդ լուսամուտից որ ցույց տվեցի, հետո մի հատ բան հիշեցի, այն վախտերն էի կարդացի, երբ որ հələ ֆեյքերը չէին ողողել ինֆորմացիոն դաշտը, Էյնշտեյնի մասին, հա, իմիջելոց, կասեմ Էյնշտեյնի մասին մի րոպե, երեկվա իմ Սևան գնալը փաստորեն ֆեյք էր, կարող է լրիվ չէ, ինչ-որ միտեղ սառած գտել էին, այդ աղջկան նկարել էին, վայ, տոնածառներին չողջունեցինք, գեղեցկուհիներին, լավ չեն նեղանա երևի, չէ, հուսամ, կարևորը հիշեցինք, հա, այս ինչքան կտրտած եմ խոսում, այ մարդ, հա, երեկվա լրիվ ֆեյք չեր ասում եմ, կարող է, միտեղ գտել էին սառցակալած, դե այն մարդ ասեց, չէ, ասեց են, ճահիճներում գնանա, այնտեղ կարող է սառած լինի, չնայած, ճիշտն ասած, երեկոյան տղաս ասեց, որ սառել որ ելնում է տենց տեղակի էլի, այդ քավարի կողմերն ալնում, ընդեղ սաղր ավելի, բայց ես ընդեղ հարցրեցի տեղի բնակիչներին, ասեցի կարող է դեպի քավար, ասին չէ, ու ամեն մեկ էլ շոր մատ ուրիշ տեղ ցույց տվեց մի փոքր սառույց էր տեսել, բայց փոքր, ինչի էր ֆեյք, հա, ուղարկել էր իդեպ մեր Արարատը, որին ես շատ շնորհակալ եմ, որտեղ այդ ուղարկածը չլներ, ես երեք Սևան չէի գնա, այդ հաճույքը չէի ստանա, շնորհակալություն Արարատ ջան, հա, այդ վիդեոյի մեջ մի հատ կին էր կարդում, այդ կնոջը ես հաճախ եմ հանդիպել, ավելի շատ քաղաքական բաներ է ինքը կարդում, ու ես նենց մի քիչ կասկածանքով էի իր ասածներին մոտենում, մի քիչ շտապում է էլի ինքը ինֆորմացիան շուտ հասցնի, հաճախ առանձնապես ստուգված բաներ չի գնում, հա, ինքը ասեց, որ սա շատ հազվադեպ երևույթ է, ողջույն ես մեր հարևաններ, լիովին Սևանը սառել է, տենց շատ մեկ ալնում, հենց այդ խոսքերով ասեց, էլի, էդ էր ցավալին, էդ էր սուտ, բացահայտ, հա, հիմա անցնենք Էյնշտեյնին, ուրեմն սենց բաներ նկարագրած, Էյնշտեյնը
հիվանդ էր, վերջի տարիներն էր իրեն, անկողնային էր, պարկած էր, ու մի բուժքույր էլ իրան խնամում էր, այնց հասակով կին էր, ու շատ հոգատար էր, էլի։ Էյնշտեյնը անընդհատ գրառումներ էր անում տետրի մեջ, թուղթ գրիչ էր ուզում, գրում էր, էլի։ Ու հերթական անգամ այդ կինը մոտենում ան, այնց շատ մեղմ, ասմա, ախր բժիշկը ասել է, որ ձեզ չի կարելի էսքան, էլի։ Ինչ եք է այդքան գրում։ Ինքը ասեց, էսա բացատրեմ, փորձեմ քեզ բացատրեմ։ Նա է ասմա, դու ծաղիկներս սիրում, բույսերս սիրում, չէ։ Հիմա պատկերացրու դու հանդիպում ես մեկ էլ մի հատ սուպեր վարպետի, այգեգործի, շատ լավ մասնագետի, ու քեզ հնարավորություն է ստացվում թաքուն նայես իր գործը։ Դու տեսնում ես, ինքը քեզ չի տեսնում, դու նայում ես ինչ է անում, ինչքան քեզ հետաքրքիր կլինի, չէ՞ նայել։ Այ ես այդ նույն ձևի ասում եմ, ուզում եմ Աստվածի աշխատանքները տեսնեմ, հասկանամ այդ ոնց է անում, որ տենց ներդաշնակ է, տենց համահունջ են ամեն ինչը իրար այս աշխարհում, էլի։ Այդ եմ ուզում հասկանամ, ասում եմ, քանի կենդանի եմ, մի խոսքով տենց բացատրում է, ինչով է ինքը զբաղված։ Իրոք ամենագերիչ, չէ, հմայիչ, հետաքրքիր գործն է Աստծո գործերը հասկանալը։ Դե Աստված խոսքը շատ ծեծված խոսք է, չէ։ Կարելի է գիտություն ասել, կարելի է։ Ամենայն դեպս, որ ինչ-որ մի հոգի կա այդ ամեն ինչի հետևում, էլի։ Մի տեսակ դժվար է հասկանալ, որ չկա, ինքս ինքա է առնում, չէ։ Չի գնում հասկանալ, հավատալ դրան։ Բայց դե երևի այս դարի համար Աստվածաշունչը արդեն մի քիչ շատերին չի գոհացնում, որտեվ դե տենց հրաշալի բանը ոնց կարա դոգմաներով լինի տված, էլի, չէ, դոգման ինչ-որ իսանուր, փոփոխական երանգներով, ընդհանրապես այդ բանի մասին խոսելը համարյա անիմաստ է, այնքան դժվար է, դա մարդը մեկ-մեկ ինքը մեջից մեկ էլ տենց պահեր է լինում, որ զգում է, էլի, խոսքերով ոչ արտահայտելի պահեր են, էլի։ Բա էլ ինչ ես գլուխ տանում, այ արմ։ Միաշնիկյան, ինչև էլ Գայի Պողոտաներ, դե Լվովյանը բոլորը գիտեք։ Ես մի անգամ հեռուստացույցով Միլոշ Ֆորմանի հետ հարցազրույց էի նայում, շատ շուտեր են վաղտ ինտերնետ էլ չկար։ Դե Միլոշ Ֆորմանը հիշացնեմ, Ամադեի ֆիլմն է նկարել, հետո էլի մի քանի հատ չկնաղ ֆիլմերը, հա, այդ Պալյոտ նад գնիզդոն կուկուշկի, էդ էլ է իր ֆիլմը, մի խոսքով, շատ հետաքրքիր մարդ է, այդ Մոցարտի մասին ֆիլմը հոյակ ապա ուղղակի, ու ընդեղ ինքը մի հատ սենց բան ասեց այդ հարցազրույցի մեջ, ասեց իմ մոտ տենց կարգախոսի նման բան կա, էլի, կյանքում։ Վախեցի մարդկանցից, ովքեր ճշմարտությունը գիտեն։ Այսինքն, պարզա, որ ովքեր գտնում են, որ իրանք ճշմարտությունը գիտեն, էլի, վախեցի այդ մարդկանցից։ Ու ես այն վաղտ այնքան զարմացա, թվում էր ճշմարտությունից լավ բան կա։ Բայց ինչքան անցավ ժամանակ ես հասկացա ինքը ինչ նկատի ուներ, էլի։ Դե, ասենք այդ հավատացյալների տեսակետից
մի հետաքրքիր բան ես նկատում, բերնիդ գալիս են, բա այդ գրած է այնտեղ սենց, բայց ախր այդ չնայած ինչ եմ ասում, գիտության մարդիկ էլ նույնն են, չէ՞, մի բան ես ասում, հա, դու այդ ֆիզիկայի հասարակ օրենք է բան, այսինքն ինչ ես զարմանում, բանանում, դեր նույնը բժիշկն է, չէ՞, մտնում ես ինքը միլիոն տոկոսով գիտի, ես են է, մեկ էլ այդ բաներն են սարսափելի, հոգեբանները, որը սկսում են մարդուն, իրանք գիտեն ճիշտ է, այ դու սենց ասեցիր, որտև այպես սենց էր, փոքր ժամանակ են նենց էր, կարող է սխալ չեն, բայց ասեմ, ես մի անգամ աշուն էր ու տենց շատ գեղեցիկ էր ու ես մտածեցի, հետո էլ ասեցի կարծում, եթե չեմ սխալվում, որ այ գիտնականին, որ հարցնես ես աշունը, ես գեղեցկությունը էլի, ինքը գիտականորեն քեզ շատ պարզ կբացատրի, ինչի են դեղնում, ինչի են ոմանք կարմրում եւ այլն, էլի, բայց ինքը չի կարած ձեզ բացատրի, իսկ ինչի է դա ձեզ համար գեղեցիկ, ինչի է ձեզ հուզում, այդ իրա պատմած քիմիանա, ֆիզիկան, շատ խոսացի, հա, Գորյուն փողոցում ենք, մինչև հետ էլ հերացին անցանք, հիմա ես Մաշտոցի կողմերն եմ գնալու, Աբովյանի հետ խաչմերուկում ենք, Գորյունով շարունակենք, ինչ-որ տատանվող սվետաֆոր էր, կանաչը նոր վառեց, բայց անընդհատ թարթում էր, Թեքվեմ Տերյան, գիտեք ինչի համար Տերյան, ոչ թե ուղիղ, որտև այդ մատենադարանի մոտի խցանման տրադիցիան ոչ մի կերպ չի վերանում, չգիտեմ ինչի է այնտեղ միշտ խցանում ալնում, մի բան մտքովս անցավ, եկեք Մոսկովյանով նորից դուրս գանք Աբովյան, ես Մաշտոց կգնամ Արամի փողոցով եմ ուզում գնամ, էլի, այնտեղ միտեղ կկանգնեմ, որտեղ հարմար լինի, Արամի փողոցով կգնանք դեպի Մաշտոց, այս խաչմերուկն է, Իսահակյան, Տերյան, այստեղից տեքվենք, Մոսկովյան, էլ չհասցրեցի, Աբովյանի հետ խաչմերուկ, Աբովյան տեքվենք, ճիշտն ասած ես այսօր շուտ էի վեկացել, բայց ուշ դուրս եկա, որտև անընդհատ սպասում էի, պետք է գնայի մեղր առնեի, այդ մարդուն զանգ էի տալի, ասում էր անհասանալի է, հետո մի անգամ նույնիսկ ասեց անջատած է, զարմաց է, այս հասանք Սայատնովա, կնոջը զանգ տվեցի, լրիվ նույնը, ու երեք, այսա կանցնենք կասեմ, Սայատնովան կտրենք, հա, երեք ես որ Սևանից հետ էի գալի, ասեցի մի հատ զանգ տամ Անահիտին, տնամ կարող է Դավիթ հանկարծ շուտ է եկել, էլի, լրիվ նույն բանը ասեց, հեռախոսը անջատված է, զարմացած, թե անջատված, հետո արգելափակված է, մի խոսքով տարբեր տենց ինչ-որ վատ բաներ էր ասում,
Հետո ես զանգ տվեցի Դավիթին, դեռ նույն բանը ասեց, ընդ որում Անահիտի ու իմ մոտ տարբեր բջջային օպերատորներ են, էլ այնց որ չէր, որ ասենք թիմում ինչ-որ ռեմոնտային աշխատանք ա գնում կամ ինքը յուքոմից ա, ինչ ա կատարվում քաղաքում չգիտեմ, այսօր էլ հեսա ես մարդիկ, ամուսինն էլ, կինն էլ արգելափակված ա ասում, դրա համար էլ չգնացի, որտև իրանց տունը գիտեմ շենքը, բայց որ հարկում են ինչ են չգիտեմ, հետո հանկարծ գնամ հասնեմ ընդեղ տանը չլնեն, մի խոսքով մեղր առնելը տեղափոխեցինք։ Կարմիր լույսերը հավաքելով գնում եմ։ Թումանյանի հետ խաչմերուկ հասա, կինո Մոսկվան, ֆիզկուլտ կոմիտեն, նախկին, ոնց էինք ասում, CDFK Հա, էլի, Ցենտրալնի դոմ ֆիզիկայի կուլտուրի, հա, երևի է։ Հիմա օլիմպիական ինչ-որ բաներ չէ, այդեղ, օլիմպիական կոմիտեներ, տենց մի բան։ Երիտասարդ է նվագումը, ինչ-որ շատ մարդ է մի տեսակ, Ազնավուրի հրապարակում, ինչ-որ բան է կատարվում, ինձ տեղյակ չեն պահել, այստեղ տեղ տան կկանգնեմ միտեղ, այս դժվար ստեղ ինձ տեղ տան։ Չէ, տղաներին հարցրեցի ինձ, որ կանգնեցի, ասեցի ես ինչ է, ինչ-որ շատ է ժողովուրդը, Կարող մի բան է նախատեսվում, չէ, ասեցին երեք է եղել, ոնց ասին, Full House կինոյի շնորհանդեսն էր, ասենք, սենց։ Այսօր էլ երևի եկել են կինոն նայեն, էլի, չէ, աստորեն։ Full House, այդ ոնց որ սիրիալ էր, չէ, YouTube-ով։ Կարող սխալվում եմ, չգիտեմ։ Հա, հենա, վերևը գրած է, Full House։ Հա, ժողովուրդը դրա համար ցրվեց, մտան ֆիլմ նայելու։ Մեկ մի վաղտ, որ մի հատ ֆրանկո-իտալյանսկի կինո էր գնում։ Վայ, ես ինչ է, Արարատ 73, փետրվարի 5-ից, հետաքրքիր է, գեղարվեստական, հա? Ես ինչ է գրած, Ջերարդ Բատլեր, հա? Իրոպես, հետաքրքիր է, ինչ է։ Լավ, հեսա կամերան փոխեմ, են էլ կբերի, Արարատը կնկարեմ մի հատ։ Այս Full House-ն է, Վայրեջք կոչվում էր։ Հա, էլի սերիայի անունն է երևի։ Լավ, ես կողմը նկարեմ, ընդեղ երիտասարդները կանգնած զրուցում էին, կխանգարեն։ Երկոր, ահա։ Բոլոր կինոթատրոններում Հա, բայց ես ուրիշ էր, ընդեղ ինչ-որ Արտասամանյան ազգանուն էր գրած Կարող ես տեղ ընդեղ, չէ, նույնն ալորիվ նայեմ եմ, ասացի գնամ են կոմը մի գուցը Ընդեղ էլ եկավ աղբթապի, կամ ստեղ նորից Full House Ուրիշ հետաքրքիր բաներ էլ ցույց տվեցի միջալոց։ Հես Արարատ 73։ Հատ մոտեցնեմ այս վերև ինչ է մի բան ա գրած։ Բայց այն մեկը, որ ես տեսա, չկար։ Հեսա մի բան էլ ցույց տամ, եթե էլի կգա այդ
հետաքրքիր բաներ։ Ինչ է, յուրաքանչյուր 2 շաբթի, 3 շաբթի կինո օրեր։ Կաղա դրա շրջանակներում էր։ Հեսակ ասեմ ինչ եմ ուզում ասեմ։ Մալյան 100, նայում եք 30, բայց է թին բաներ, 25 թիվ, ես տխույ բաները։ Մի հատ էլ Full House, Արարատ 73, ես սենց պահեմ էլ չեմ մեծացնի, բոլոր կինոթատրոններում, մոլերում բանում, գողություն հայկական ձևով, չէ, սա չի ուզում, հուշատետր, սա էլ չի ուզում, ես երեի Full House-ից են, կադրեր, մկոնը, չէ, կանկարժեք տղաները, ձեռներս պեդացավ, այ մատ եպ ագալու, դե տանջեց, այ մատ, եկեք ես գնամ ներս, են աղջկան հարցնեմ մի անգամից, Yes. Ստոմսերի տեղը փոխել են։ Այնտեղ էլ Յունի բանկն է, արդեն փակել են բանկը։ Իսկ այն կողմը հյուրանոց էր, ես մտածի reception-ն է։ Փետրվարի 5-ից գավաս տեղ ռեկլամացուց չտան։ Լավ, ընդեղ հարցնում ենք հանց։ Պատոմ սարկղը որ է։ Ենա գրած է։ Խիվր։ Ես էլ հյուրանոցն է, հետաքրքիր է ոնց է, այնա գրած է անունը։ Բուտիկ հոթել, Եկապ տեղա չէ, հյուրանոցի համար։ Դուս ես գալի, Արարատ 73-ը նայում ես, հետ ես գնում, երեկվա աստիճաններս քիչ էր։ Այս ժողովուրդն էր բոլորը։ Հրապարակում, որ ես դուրս եկա, մեքենան կանգնացրեցի, բայց այդ իմ ուզածը չկա։ Այս Full House-ը արդեն սենց լուրջ է, կանգնում նկարվում է սաղի հետ, բայց կոլոտ են, ես որ կանգնեմ, լավ է, էլի քեզ բոյով ես զգում, Այս տղան մի քիչ Խոստիկյանին է, չէ՞, հիշացնում։
Ստեղ հիշում եք արկեստրի տեղներ նվագում էին։ Էդ իմ տեսածի պաստառն էլ չկա ոչ մի տեղ։ Համարդ ես կապյուշոնը մեջքից գցած ինձ հա թվում է հետևից մեկը գալիս է։ Դե որ ուշադրությունս էլ ուրիշ կողմ է։ Ներեցեք, ընդեղ դուրսը գրած էր նախաճաշ Տիֆանիի մոտ։ Դա երբ է լինելու։ Ինչքան սպասեցի չեկավ։ Նորից որ տենամ էլի։ Ամսի 14-ին։ 14-ին։ Հետևարի 14-ին հատուկ ցուցադրություն է։ Հատուկ։ Էդ տենց որոշել եք ժամանակ առ ժամանակ ռետրո կինոներ, հա, ինչ։ Իմ ֆիլմերի ցուցադրում է։ Ինչքան ժամանակը մեկը ալնելու։ 10-14 Ինչքան ժամանակը մեկը ալնելու մոտավորապես։ Այս մեջ 1-2 հին ֆիլմերից մենք ցուցադրում ենք օրիգինալ լեզվով, որ հետևեք անընդհատ փոխվում է։ Եղավ։ Շնորհակալություն։ Հասկացաք հայր։ Ինչի է տենց հուզվել։ Հաստորեն Նայրի կինոթատրոնի միտքը սկսել է աշխատել, բայց մի բանը կար, լսեցիք, օրիգինալ լեզվով։ Հա, որտեղ դե ես որ նայեցի, այդ հին ֆիլմ է, էլի Օդրի Հեբերնը խաղում։ Ինչ անեմ, գնամ Full House նայեմ։ Այմորտեղ զուգարանն էլ են բերել վերևս, ինչ։ Հա, կինոստվան քաշվել է վերև, հա, լրիվ։ Ներքևը կինո չկա փաստորեն։ Ես սա Full House-ի ժողովուրդն է։ Երեխեք ես բոլորը Full House-ա, թե ուրիշ ֆիլմ է։ Չէ։ Կինո չեք եկել։ Լավ էր։ Գնամ ընդ հարցնեմ մարդ։ Full House-ը ստեղ է։ Հա? Ինչ? Full House-ը։ Հա։ Լավ։ Լավ։ Վեդրոյով արդեն ադիբուդին։ Երկու վեդրո ադիբուդի։ Այս լուր դասական պոպկորն է ժողովուրդ։ Միջին 1500, փոքր 1000, վեդրո 2000։ Մի րոպե, մի հատ 4000-անոց վեդրո կար։ Ուժս։ Ուրա, հա, հենա, մեծ, 4500, այդ հաստատ վեդրը, դույլ, լավ ենք ապրում էլի, ինչ գներ է ժողովուրդ։ Ես ֆորմի մեջ եմ աստիճան բարձրանալու գործում։ Երեք լավ վարժվեցի։ Եկեք մի հատ էլ վերև բարձրանանք։ Բոլոր կինոթատրոններում հաղթանակի հետաքրքիր է, սա գեղարվեստական ֆիլմ է, ոնց որ չէ։ Կոլյաներ են մեկը։ Այս երևի դերասանը, հա, խաղում։ Այս հավես կինո կլինի։
Laura Սիմոնյանը այդ բանդարենկոն էր, չէ՞ ոնց էր։ Թե չէ։ Այս էր Սիմոնյանը։ Լավ կինոն է պետք նայել, սենց ինչ։ Yes, tough only։ Հիմա ինչ հավատանք։ Այլև ստաֆի դեմք ընդունեմ գնամ։ Վերջապես սաղ պոլերը վախտին մենք ենք արել, չէ։ Ուրեմն ինչ որտեղ ստաֆ եմ։ Կարամ ստաֆ համարվեմ։ Այստեղ չենք արել։ Հիմա այն կամերով մատ վերևից նայենք։ Ես ուտող խմող ժողովուրդը։ Այս լուսամուտները հիշում եք, չէ՞։ Անգամից կինո Մոսկվա մարդու մտքին գալիս։ Չնայած, հիշում եք, այդ նույն ճարտարապետների 3-րդ մասում շենք էլ հանդիպեցինք բնակելի այս տիպի լուսամուտներով։ Այս ինչ-որ շատ է կա, այս կամ։ Չէ, նորմալ է։ Են էլ Full House-ի ապագա ունկնդիրները այստեղ ռեստորան էր հիմա փակ է, դե ամառային էր բնականաբար փակ կլինի այստեղ այնքան դժվար հատակներ էին բարև ձեզ հեսա նկարեմ գնամ ոչինչ ես կարդացի ինտեղ, բայց ճիշտ ասած հատակները մենք ենք մշակել, կարանք մի քիչ աշխատող համարվենք։ Չէ, գնում եմ, գնացի, ձեզ չնեղացնեմ։ Դիտակիրը իմ կարծիքով ես ֆոյեն շատ ավելի հաճելի է նայվում, երբ որ մարդիկ կան շատ էլի, որ գալիս ես դատար կա մի քիչ տխուր ամի տեսակ։ Այս հանդերձարան էլ կա, հանդերձարան կա, կարաս հանվես, մտնես ֆիլմ։ Այո, ուղղակի ասենք մանի թողը։ Շատ լավ է, որտեվ նստում շոքում ես, չգիտես ինչ անես։ Գոքիդ կարաս գցես լավ էլ մի բարդացրը։ Պետքան նայեցի, ասենք լավ տունը կնայեմ, ամսաթիվը եփա Արարատ 73-ի, բայց է տուն հետ գամ, Անայտին հետաքրիր չի, ընկերներս, Դավիթը Սարգսյան բալեշիկը որտեղ այն մյուսները առանձնապես ֆուտբոլասեր չէին սա որը գիրք էին կարդում փոխանակ հետաքրքիր է Հակոբ Մեղափարտի վաղտ ֆեյքեր տպում էինք գրքերում Այ վերևից մոռացա պատուհանից լավ տեսարան էր այդ բալկոն որ բարձացա այդ չմոռանայի ով է մեղավոր չէ ես ինչ որ սկսել եմ ինքս ինձ հետ խոսալ վտանգավոր է Սկիզբը մի հատ էլ ֆիլմեր Դիկապրիոն էր խաղում, այդ չիմացա, հին էր թե նոր էր չհասցրեցի, այդ անտերը այնքան արագ է գնում Այս մարկերը լավ երկար ցույց են տալու մի քանի անգամ
Երիտասարդը միլիոն վարդերն է նվագում, չէ՞։ Էդ գիտեմ այդ մի երգը։ Լավ, այսօր էս տարածքը ստացվեց, հա։ Չէ, մաշտոց մեկա պետք է գնամ։ Եկեք տենանք ես էլի Վան Գոգի տունն են, երեխեքը մտնել նկարվում, թե ուրիշ մարդու տունը։ Ոնց որ Այվազովսկին էր, վայ, վերևը գրած է։ Չհասկացա, հələ մի րոպե կամերան փոխեմ։ Մուլտիմեդիա, այլոց։ Ես էլ ասի Այվազովսկին է եկել։ Այս են պատերի վրա, որ նկարները ցույց են տալի։ Դա արդեն պարզ է, որ ստեղ էլ բնականաբար Այվազովսկի տունն է։ Չէ, տունը տեսել եմ, հիշեցի։ Երևի Այվազովսկի նման ծով նկարող չկա, չէ՞։ Անգլիացիների մոտ մեկը կար տենց։ Ոնց էր։ Թերներ։ Երևի։ Ես էլ մի վաղտ հարազատ կոպեկը ներսը նկարներ կան, հիշում եք։ Այսօր ստացվեց նկարներ նայելու օր, հա։ Եկեք մտնեմ ներս մի հատ այդ նկարները ցույց տամ։ Նայենք, հետաքրքիր է, հենց կոպեկի տարածքում էլ կան շատերը։ Թե ընդհանրապես կոպեկի տարածքում չեմ հիշում։ Մարտինի Ռոյալ։ Ներխուժեցինք։ Այստեղ էր։ Փոխել եմ, չէ, չեմ փոխել։ Լավ, ես կամերան փոխեմ, մի հատ ցույց տամ ձեզ։ Բայց լույսը շատ կապրիզնի է, փորձեն գլուխ անել։ Իրոք է ակնարսնից մեկ հակեմ ժողովուրդ։ Հեսավ մեջքով էին նստած, վապշետը, գնամ ենդեղ էլ կա են կողմա։ Չէ, փոխել են, առաջվանը չկա։ Ամենադեպս հաճախորդներն են։ Չեմ հասի հովովա։ Չեք ճանաչում, ասեմ չասեմ ումա պետք։ Չէ։ Այս մեկը սեղանի մոտ է։ Այո, համարյա միշտ։ Ես Հրաչյա Ներսիսյանին չեմ տեսել։ Երեք ոնց է, Երևան ռեստորանում հաստատ կլներ, բայց ստեղ չեմ տեսել։ Տղային դե շատ եմ տեսել։ Մշտական հաճախորդ։
Ափսոս իհարկե այդ սեղանի շուրջը նստածներին պակասացրել են, շատ էին։ Շնորհակալություն։ Մարտինի։ Ոնց էր կոչվում անունը։ Ռոյալ Մարտինի էր, չէ՞ ոնց որ։ Ստեղ դե պատմել ենք Անահիտի հետ։ Մի անգամ շատ լավ երեկո անցկացրեցինք։ Լավ սաքսոֆոն էր։ Չեմ հիշում այդ տղայի անունը։ Մի անգամ էլ գնացել էինք Լևոն դոմ, հա։ Բժնիի կողմերն էր ոնց որ ընդեղ էլ էր նվագում։ Հաճախ ենք հանդիպել։ Չէ, հյուրանոց չեմ մտնի։ Բայց կարելի է իմանալ Չարենցի սենյակը մնացել է, ինչ-որ ցուցանակ կա վրան։ Աստորեն էդ որ իմանամ պետք է մտնեմ, հա, վատացել է տատիկը, նստացրել են։ Լավ մտնենք այդ մի բանա հարցնենք գնանք։ Մինչև ազատվի։ Փոխել, այստեղ պատմամագովի նկարներն էին, այ։ Ասենց երկար պատահը, հայտնի այցելուների, անց ալնդելուն լա եղել է մարդ, աչկաթող եմ արը, լավ էլի փոխեմ կամերան։ Ալնդելուն ապրե, ազնավոր ես ինչ լուսանկարանայում, կասկածում ես ինքնա թե չէ, կավ ինքը չէ մրդ։ Հուլյո էգլես, ասեմ էգլես, ասեմ այդքան հաճող նկարներ չեն, ավես ես կուրած չշտալու։ Լավ մի խոսքով ես կան մարդ հեղը։ Հա, Չարենցը հարցրեցի են տղային, ասեց կա, վրեն ցուցանակը կա, էլի ասի մարդիկ կան, ասեց կան, բայց ես շատ զբաղված եմ ու ես դրան հետևով փախավ, ասեց այն աղջկան հարցրեք ինքը սաղ գիտի։ Մեկը գնաց, ոս երկուսը մտեցում։ Լավ գնամ նա ներսը նայեմ, մինչև ազատվի։ Այս սենց Ես իտալացիները սարքեցին ժամանակին, բայց իրանք փայատեր են, փայատեր չեն, էդ չգիտեմ։ Հա, ստեղ նրանցից Էնդիի և Անահիտի հետ ենք նստել այնտեղ, իրանք այդ վաղտես հյուրանոցում էին մնում, ողջույն։ Լավ ասարկած,
Այս ինչ լավ խալի է, չէ՞, լնայեք։ Խալի է, ինձ սկզբից թվաց ինչ-որ քարից է, բայց հետո հասկացա մի քիչ ուշ։ Այս երկը աբսիդյան չի, Մազմանյան հեղինակը։ Մկրտիչ Մազմանյան ֆիբերգլաս էր գրած նյութը։ Հա, այս լիֆտն է, ես էլ ասացի չանկապ տարածքը։ Բրծավ գեղեցկուին, հա։ Բարև ձեզ, ես մի հատ հարց ունեի, ընդեղ հարցրեցի տղամարդը, ասեց աշխատողը, որ դուք ավելի լավ կպատասխանեք էլի։ Չարենցին է իմացա այդ սենյակը կա, ցուցանակը վրա։ Ես իրան հարցրեցի, էլ ովքեր կան։ Հիմա ասեմ ձեզ, Երխե Չարենցի սենյակն է, Արամ Խաչատրյանի սենյակը, Արամ Խաչատրյան, Սերգեյ Փարաջանովի, Օ, այո, եւ Շարլ Ազնավուրի նախագահական սենյակ ունենք։ Նախագահական։ Այդ սենյակները հանձնվում են, չէ՞։ Փակ չի, հա։ Չէ, փակ չէ։ Կարան ապրեն ու իմանան որտեղ են ապրում։ Այո, իհարկե։ Իսկ ավելի թանկ է դրա հաշվին։ Դե բնականաբար այո, անվանական լյուքսեր են համարվում, իսկ հանձնավորինը արդեն ամենաթանկ սենյակը նախագահական սենյակը բարձրապես։ Հասկացա։ Իսկ նրանք անվանական լյուքսեր են, բալկոնով տարբերակներ են 4 սենյակներ ու նայում են դեպի կինո Մոսկվա։ Շատ շնորհակալություն ձեզ։ Ալեն Դելոնին անտեսել եմ։ Չէ, դե եթե նկատեցիք, բոլորը հայեր են։ Եվ դա ճիշտ է։ Իհարկե ճիշտ է։ Հա, էլի դա ճիշտ է։ Ինչ Ալեն Դելոնին աշխարհով մեկ ինչքան հյուրանոց կար սաղ տեղերը համարները պահեն։ Մտնեց։ Լավ, ես նստեմ գնամ։ Ժողովուրդ ջան, ստեղ իհարկե ինձ միշտ հետաքրքիր է, բայց գործեր կան։ Գնացինք, աղջիկներն էլ գնացին, ես ինչ անհաջորով էին, աչը, ես ասես միկրոավտոբուսն են նստելու, այս են տատիկներ, որ վատ էր զգում, երեխեքը տանում են, հա, տաքսի են բուրում, լավ մանեն եկե Երևանը նայել են, բայց բոլոր դեպքերում տնիցդ կտրված չէ, մի քիչ նենց ես քեզ զգում։ Home sweet home։ Պուշկին է անկյուն, են օրը Դավիթին մի բան ասեցի տղայիս, ռուսերեն պատասխանեց, ասում եմ, ես ինչ լավ ռուսերեն ես խոսում, ասեց, դե մամաս ռուսերենի դասատու է, այդտեղ ես ամանչեցի, որտև իմ մաման էլ անգլերենի դասատու է, բայց ինչ, ցուցանակ չեմ կարում հասկանամ, համոտ է, չէ, էլ ինձ հետ եմ խոսում, չէ, էլ ինձ հետ չխոսամ, Տախը չխոսամ, ինչ է եղել, որ հավա հոգեբանները մի բան ասեն, իմ մասին, ասում են, ագեցած մեքենաներով Աբովյան փողոց,
Դերից Արամի թեքվեն, երբ որ հասնեն։ Ահա, հետյոտներին կարմիր տվեց, այդ շարունակում են գնալ, ու Արամի փողոց, ձախից սուքեսան այնց տարածքներն է, չէ, ես մեկը արդեն չէ կարծում, ինչև է դեր, հաչից էլ Արա Աբրամյանը ինքն ալը, ինքը չի տենցել կարգին, զանգեցին ուշացել։ Դա չէ, այ մարդ, ես էլ նոր բանա, Ղազախստանից, մի հատ առավոտ քշերով զանգ տվեց չվեկալա, հետո մի հատ հաց ուտելուց զանգ տվեց, հետո մի հատ է զանգ տվեց, ասեցի զբաղված եմ ուր զանգ տուր, ասացի ինչ էր, ասմա դուք երեք մի հատ սայթ եք մտել, ընդեղ ռեկլամա եք նայել ասմա, մենք չեմ անում ինչ ենք արտադրում, ես իմ ինչ ենք անում, այ մարդ ասում եմ օրը ասած սայթ եմ մտնում, էդ որ սաղ զանգ տան տուր կգնա, Շոր թազա բաներ, կակված զավութ, էդ ինչ կապ ունի, եթե ինձ հետաքրքիր չի էդ ձեր ռեկլաման, լավ, այս են լավ տղեկն են խաչկար են սարքում ստեղ, ձախից, ինձ լավ մաշտոցին մոտիկա պետք կանգնել, ստեղ անենք չեմ կանգնի արդեն, որտև հետել էդքան հետ պետք գամ տուն գնալուց ինչի սա պետք չէ ուղղվածին էլ եթե հաջողվի կկտրենք մի այստեղ նշան են դրել ժողովուրդ դեղին գիծնը քաշել են չգպավ գործս պրոյեկտը սխալ էր լավ թեքվեմ աշտոց ինչ անեմ Կանակ պատտվեցի Արամի գալու համար Չնայած լավ էր էլի, չէ? Ազնավուրի հրապարակ ուսումնասիրեցինք մանրա կրկից Ես ինչ տեղերը? Ինչ-որ նշան աշկորս չունի Եկ կանգնենք ինչ է, այս ծառերը այ մարդ ենքան անցարտելու Եկեք ոք չէ գնամ էլի Կարող է ցանցառանան Հաղանց դրա համար էլ լիքը տեղ էր Լավ, ստեղ կանգնեմ Կտանեմ լվալու ինչ է Արքարյան հիվանդանոց, մաշտոց պողոտա, հայ չարենցը ստեղ էր, ընդեղից տուն ստացավ, եկավ ստեղ ապրեց, Անահիտն էլ տատեի մոտ էր ապրում, իհարկե ուշ ավելի Բայց Անահիտի պապան Չարենցին որպես հարևան ապրել է հետը Ես ինչ ակապ մուզիկա է Ես մանկանն է, այո, մանկան toys, արդեն սենց ֆիրմա են հա դարնում, ասեք ստեղ ինչ էր, դե չէ ես 100% հիշում եմ, Այստեղ մանկական սնունդ, մի հատ փոքր խանութ էր, Դավիթինը տեղից առել եմ,
որտեղ մի մոմենտ Ալիսան հիվանդացել էր, ինչ էր հիվանդացել, ջրծաղիկ էր ոնց էր, առանձնացանք, ես Դավիթին վեկալա եկավ մերոնց տուն, ու ես էր նայում Դավիթին, պատկերացնում եք, գալիս էի ստեղից, արև ձեզ, ընտրիր հագուստս, ատենց խաղա, հա, արջուկ կիսիկներին հագցնում են, հա, էլ ես ալիքը հագուստներ են, մեր հագուստների պրոբլեմը քիչ է, հիմա էլ երեխեքի վրա ենք բարդում, Գիտեք ինչ եմ հիշում այդ Դավիթի հետ, որ հանում էի Ալասկայով մանտալու, Կարապիլիչ, մի օր տարա երևի այդ օրը շատ մանեկա, չնայած այսինց մոտարապես ձմեռվա մոտ օր էր, բերեցի տուն, սաղերես ասենց մանր մուր էր, Անոս ասում է, այսինչ վրստար ես երեխ, ոչ մի տեղ Կարապիլիչ, այդպես կեղտոտ քաղաք էր, պանդուկ, ինչ առատություն է, Հա, ու մեկ էլ այ մարդ, ամենակարևորը, ջրերի խանութն էր, այդ պատմել եմ, չէ, ժողովուրդը պատալոկ էր ասում, այդ խանութին, գիտեք չէ ինչի, պատալոկին սենց շատ լավ երկինք էր նկարած, ամպերով, բանով, չէ, հրեշտակների արկետ չկար կոմունիստների վաղթ, Ուտեղ մտնում էին գարեջուր էին խմում, շշով, որ խմում էին, խմելուց, գլուխը բարձրացնում էին, ու այդ առաստաղին էին նայում, ինչ հաճելի է, չէ, գարեջուրը խմում ես ու երկնքին ես նայում, դրա համար անունը պատալոկ էր, 1+1, ես ինչ-որ նոր բան են մոգոնել, այ Արմեն էլի սկսեցիր, որ շտապում էիր, ուշանում էիր, հանցա ես մայթ, են մայթից, մաշտոց պողոտան, ընդեղ Պուշկինն է, փողոցը, ու հրաժեշտանք, հայր ջան, լավ մնաք, միշտ առողջ լինեք, ես էլ է Պուշկինը, Հալիկ ջան ողջույն, Սիրգեյ ջան, Լիլիթ ջան, ողջույն, այս պուլպուլակը, այս արցակալել է լավ, Սա երևի միակն է քաղաքում, լրիվ նույն տեսքի մնացել է, ոնց որ իմ մանկության ժամանակ էր։ Սիրեք բնությունը։ Դե մենք էլ բնության մի մասնիկն ենք, էլի, չէ՞։ Չնայած մեզ համարում ենք Գիտեք, մեզ ինչ ենք համարում բնության մեջ, բայց դե մեկը մասնիկ ենք էլի, չէ՞։ Բերնարդ Շոուն ասում էր, ինչքան մարդկանց շատ եմ ճանաչում, այնքան իմ մոտ տպավորություն է, որ երկրագունդը արևի համակարգում
Հետո վեր ասեց բուբուշան, բուբուշ ու գնաց։ Չտեսա, չճանաչեցի։ Հետաքրքիր էր։ Ինչ էր ուզում ասել։ Արմենի ընկերներից էր։ Հա, Բեռնարդ Շոուն, ասում է, այնքան համոզում եմ, որ այդ արևային համակարգի եւ այլն, երկրագունդը գժանոցի դեր է խաղում։ Այսինքն մենք համակարգի գժանոցն ենք։ Տխուր է։ Դե կատակում է ինձ թվում է։ Շատ էլ լավ երկրագունդ է, շատ էլ լավ Հայաստանը, շատ էլ լավ Երևանը, շատ էլ լավ Մաշտոց պողոտա է։